Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր դարձյալ մեղադրել է Հայաստանին։ Այս անգամ Գեղարքունիքի մարզի Ճամբարակից հրաձգային զենքով հրադադարը խախտելու մեջ։ Ընդ որում Բաքուն հայտնել է, որ ադրբեջանական ստորաբաժանումները պատասխան միջոցներ են ձեռնարկել այս ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է հրադադարը խախտելու Բաքվի մեղադրանքը, չանդրադառնալով պատասխան կրակ բացելու ու հայկական դիրքերը թիրախավորելու մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմանը։ Ադրբեջանական դիրքից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ճամբարակի բնակիչներից մեկը անանուն մնալու եւ ձայնը փոխելու պայմանով Ազատությանը փոխանցեց, որ այս գիշեր ինքը կրակոց չի լսել։ Ոչ մի կրակոցի ձայն չեմ լսել։ Ինչի հիմա էլ ոչ կրակոց կա, ոչ էլ լսել եմ։ Եթե դիրքային լսում էլի է լսվում։ Որովհետեւ մի կիլոմետր է մեր Ոստերը մեր բանը իրանց է հեռավորության վրա։ Փոխարենը կրակոցները նույն տեմպով շարունակվում են ադրբեջանական դիրքերով շրջապատված Սյունիքի մարզի Խնածախ ու Խոզնավար գյուղերում։ Խոզնավարում անցած օրերին էլ պատկերը գրեթե չի փոխվել, փոխանցեց վարչական ղեկավար Վահան Զաքյանը։ Նույն ձևի է։ Այսինքն երբեմն կրակում են, ճիշտ եմ հասկանում։ Գյուղի ուղղությամբ թե դիրքային կրակոցները։ Չէ, դիրքային բարձր։ Ձեննալասու։ Օրերս Խոզնավարում Ադրբեջանի զինված ուժերի կրակոցի հետևանքով 70-ամյա Ռուբեն Խաչատյանի տան պատուհաններ վնասվել։ Պատկան մարմիններից եկել են փոխհատուցում տրամադրել, ով է եղել Ռուբեն Խաչատյանը չգիտի, ասում է Գորիսից էին։ Մեկ եղել է գիշերը։ Նվակի ներս կրակում են էլի, հոյտագյուր ճանճերը կրակել են էլի։ Ադրբեջանը հանգիստ չի տալիս նաև Խնածախի բնակիչներին, գիշերն էլ կրակել են, ասում են բնակիչները։ Նկատում, օր կա շատ են կրակում, օր կա քիչ։ Դիրքային է թե գյուղի վրա է, բնակիչները շատ հաճախ չեն կողմնորոշվում։ Պաշտպանական գերատեսչությունը այս ընթացքում 4 դեպքի մասին է հաղորդել, բնութագրելով դրանք որպես թիրախային կրակ, երբ քաղաքացիական ենթակառուցվածք է վնասվել։ Կրակում են, տանիքներին կպնում է երևի պատերին, հիմնականում օդ։ Մեկ ամիս շարունակ վիճակում մարդիկ այգիներն էլ են վախենում մշակեն։ Անասնապահության հետ կապված էլ նույն խնդիրն է։ Խնածախցի հովիվներին ադրբեջանցիները վիրավորում են, սպառնում, պատմեցին մեր զրուցակիցները։ Բարձր դիրքերից անիվներ են գլորում, հովիվների, դավարածների ուղղությամբ։ Գյուղի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներն արդեն 1 ամսից ավելի է շարունակվում են։ Դրանք սկսվեցին հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնությունից մի քանի օր հետո։ Ինչպես նախորդ դեպքերում պաշտոնական Երևանն այսօր եւս առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս հենց Ադրբեջանը չի արձագանքել։ Հայկական կողմը դարձյալ պատրաստակամություն է հայտնել նաեւ հրադադարի խախտումների մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը հետաքննել, եթե դրանք Հայաստանին փոխանցվեն։ Չդադարող կրակոցների ֆոնին Ադրբեջանի ռազմաօդային ուժերը զորավարժություններ են անցկացնում։ Օրեր առաջ էլ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները վարժանքների համար մեկնել էին Թուրքիա։ Զորավարժություններ հարևան երկրում անցկացվել են նաև մարտին ու փետրվարին։